Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր ձեզ ցույց կտամ, թե ինչպես եմ ես պատրաստում բոլորիս շատ ծանոթ մանկության համը շախմատ տորտը։ Իմ մայրիկի բաղադրատոմսով, որը պահպանել եմ մինչ օրս և պատրաստում եմ այդ բաղադրատոմսով ցույց կտամ նաև ձեզ։ Պատրաստում եմ 2 շերտը առանձին, ամեն մի շերտի համար օգտագործում եմ 3 ձու, 250 գրամ շաքարավազ, 300 գրամ թթվասեր կամ մածուն, ցանկալի է թթվասեր, որ ավելի փխրուն և համեղ ստացվի, 50 մլ բուսայուղ եմ օգտագործում, 1 թեյի գդալ սոդա և 1 թեյի գդալ կամ մի փոքր ավելի քիչ վանիլին, 300 գրամ ալյուր է մեզ պետք գալու ամեն մի շերտի համար, կախված արդեն ձվի չափսից, խտությունից 250-ից 300 գրամ ամեն մեկիս մոտ կարող է տարբեր լինել։ Եվ նույնը պատրաստում եմ երկրորդ շերտի համար նույն բաղադրիչներով, միայն թե ավելացնում եմ 2 ճաշի գդալ կակաոյի փոշի։ Հերթով թխում եմ ջեռոցում 180-ից 200 աստիճան նախապես տաքացված վիճակում։ Եվ մինչ շերտերը պատրաստ կլինեն, սկսում ենք պատրաստել կրեմը։ Կրեմի համար ես վերցրել եմ 1 տուփ կարագ, որը լավ հարում ենք մինչև սպիտակի, այնուհետև ավելացնելու եմ 1 տուփ խտացրած կաթ։ Պատրաստում ենք ամենասովորական կրեմը, վերջում կարող եք մի փոքր վանիլին ավելացնել և կրեմը նույնպես պատրաստ է։ Այնուհետև մի փոքր եզրերը հավասարեցնում եմ, որպեսզի հետո օգտագործեմ վերջնական զարդարանքի համար փշրանքների տեսքով և սկսում եմ հավաքել տորտը։ Եվ այսպես հերթով ամեն վանդակում ձևավորում եմ փշրանքները տալով շախմատի տեսք և խմորեղենը պատրաստ է, ասեմ, որ շատ փափուկ էր ստացվել, փխրուն, բերանում հալվող և համեղ, փորձեք և վստահ եմ բոլորդ էլ շատ հավանելու եք, համը ուղղակի անզուգական էր և պատրաստման եղանակն էլ շատ կարճ էր, հեշտ և մատչելի բոլորի համար։ Բարի ախորժակ։